այնքան է զարգացել արդեն արհեստական բանականությունը, որ կարող է իրական է արհեստականից չտարբերես։ Այսինքն կարող է այստեղ նստած լինեի ոչ թե ես Աշոտ Հովհաննիսյանը, այլ արհեստական մի հատ ինչ որ մեկը, որը կարող է ձեր հետ նույնպես խոսեր եւ վաղը կասեիք, որ ես ներկա եմ եղել ձեր հանդիպմանը, բայց ես ներկա չեմ եղել, որտեղ ես եղել եմ ուրիշ տեղ։ Նու դրան նման շատ հարցեր կան, բայց պրոգրեսը չի կարելի կանգնացնել։ Շատերին թվում է, որ պետք է զգուշացնել, պետք է հետ գնալ։ Մեր ամբողջ պատմությունը բերել է նրան, որ ինչ որ պրոգրեսը գնացել է, ոչ մեկը չի կարող։ Եվ ատոմային զենքն էլ ոչ մեկը փորձ եղել էր, Ալբերտ Էյնշտեյնն էր փորձում կանգնացնել այդ թափը, բայց դա անհնարին է անել։ Դրա համար չգիտեմ ինչ մեծ ուժեր պետք է լինեն, որ կարողանան կարգավորեն, որ դուրս չգային սահմաններից, որ արդեն լինի շատ մեծ վտանգավոր եւ ռիսկային, բայց այն, որ արհեստական բանականությունը բերելու է շատ նաեւ մեծ բարիքներ, դա անկասկած է։ Եվ բերում է արդեն բերում։ Բոլորս գործում փոքր գործիքներ կիրառելով հոբիների մասին խոսենք, դահուկ, տարբեր են թենիս, համենայնդեպս ստանդարտ սպորտաձևեր չեք, որ հետաքրքրվում եք եւ հաջողություններ ունեք, որ պահից, որ տարիքից, որ շրջանից եք սկսել սպորտով հետաքրքրվել, թե միշտ է դա եղել ձեր կյանքում եւ չի եղել հատուկ շրջան, երբ որ դուք ուղղակի թեքվել եք դեպի ակտիվ կյանք, առողջ կյանք, սպորտ։ Լավ տեղեկացված եք, Օֆելիա։ Ուրեմն մանկությունից շատ շարժուն եմ եղել, շատ Իմ ծնողները հետո որ ասում էին, որ ես սնդիկ էի, ես տան մեջ չէի կարող հանգիստ նստել եւ ինչ-որ մի բան անել, ես պետք է գլխիս վրա կանգնեի, հիմա իմ թորնիկսը նման բաներ անում։ Հուսադրում եք բոլոր ճարաճի վրա կանգնում, այո։ Երեխաներ ունեցողների։ Եվ հետո շատ ֆուտբոլ եմ խաղացել, բայց դահուկը եւ տենիսը դառան ավելի 20 տարեկանից հետո։ Սովետական միության ժամանակ տենիսը այդքան զարգացած չէր եւ հիմիկվա նման չի եւ դահուկներն էլ գիտեք մենք ճունեինք որակով դահուկներ եւ միայն օլիմպիական խաղերը որ Մոսկվայում պետք է լինեին 80 թվականին առաջին անգամ մենք ատոմիկ դահուկներ ավստրիական ստացանք եւ որ գինը ասեմ 500 ռուբլի արժեր որը որ 3 ամսվա աշխատավարձն էր մարդու որը որ պետք է տայր ունեցել եք Ունեցել եմ իմ աշխատավարձները լավ է ես որ արդեն հետո որ դիսերտացիան պաշտպանեցի եւ բան բավականին բարձրացավ իմ աշխատավարձը ամենայն դեպս դահուկի երերիքում ես մի դեպք պատմեմ որ կոշիկները դահուկի արժեր 200 ռուբլի երբ որ ես եկա տուն եւ գնեցի բերեցի իմ մորս որ ասեցի 200 մայրս ինֆարկտ էր ստանալու հայրս դեռ չէր եկել տուն եւ մայրս խնդրեց որ չասեմ գինը հորս հայրս որ եկավ հարցրեց որոշեցի սուտ ասեմ ասի 100 ռուբլի է բայց 100 ռուբլին ագին մեծ փող էր հայրս այնքան զարմացավ ես մամայիս նայեցի ասեցի հիմա որ ճիշտ ասում ես այս մարդը ինչ դե փուլ կարող էիք ասել դրա համար շատ դժվար սպորտաձև էր Եվ եթե հետո պետք է ընտանիքիդ համար երեխաները, իմ երեխաները 3 տարեկանից սկսել են դահուկել եւ համարյա պրոֆեսիոնալ մակարդակի հասան։ Եվ տենիսը իհարկե, ինչու դահուկ, ինչի տենիս։ Պետք է ասեմ, որ իմ մոտեցումը ակտիվ կյանքի հետեւյալն է, կարող ես գնաս լողավազան լողալ, չէ՞։ Դա ինձ համար չի, որովհետեւ ես այնպիսի զբաղմունքներ եմ ուզեցել ունենամ, որը որ իմ միտքս փոխի միտքս իմ գործից հանի ուրիշ հարթակի մեջ ուրիշ գործերով զբաղվեմ որովհետև եթե գնում ես լողավազան լողանում ես եւ միտքդ նորից գնում է քո գործերին դու լողանում ես այնպիսի սպորտաձև օրինակ դահուկները ամեն վարքյան դիմացդ ինչ որ մի նոր վտանգավոր բան է դու պետք է դրա մասին մտածես խոչընդոտ եւ ուրիշ բանի մասին չես կարող մտածել Տենիսը ամեն վարքյան դիմացի հակառակորդը ինչ որ մի բան է ուզում անի եւ դու ես ուզում գնդակին հետևես եւ ամբողջ միտքը եթե ես գնում եմ տենիսի կորտ եւ մի ժամ կամ 2 ժամ խաղում եմ այդ մի ժամ 2 ժամ իմ միտքը լրիվ իմ գործերից դուրս է
Դա շատ կարևոր է, որովհետև նայեք, այս մեր ինդուստրիալ հեղափոխությունները մարդկության բերեց նրան, որ ֆիզիկական աշխատանքից մարդիկ փոխվեցին ավելի մտավոր աշխատանքի։ Հիմա մենք չենք կատարում ոչ մի ծանր, ամբողջ օրը նայի ինչ է, հետո որ գաս տունը նստես եւ հանգստանաս, ինչից ես հանգստանում։ Քո մկանային բաները չեն զբաղված եղել, որ մի բան էլ գաս հանգստանաս։ Ուրեմն պետք է ինչ է հանգստացնես, գլուխդ, որովհետեւ ամբողջ օրը դու մտային գործնեության մեջ ես եղել։ Հիմի գասնայից հետո որ հանգստանում ես, էլի միտքդ շարունակում է գնալ անկախ քեզանից։ Եվ իմ կարծիքով այսօր բոլորին եմ ես դա խորհուրդ տալիս, որ հանգիստը կատարեն, որ ուղեղը մի գործնեությունից անցնի ուրիշ գործունեություն, իրան ուրիշ հանգիստ չկա, դուք չես կարող միտքդ հանգստացնել։ Քնի մեջ էլ միտքդ լրիվ չի հանգստանում, որովհետև երազ ես տեսնում, հետո ավելի մակերեսորեն ես քնում, խորը քունը 20%-ից ավել չի քո քնի ժամից։ Դրա համար միակ իր հանգիստը, եթե մի գործնեությունից անցնում ես ուրիշ գործնեության, եթե ինքը փոխվում է, ինքը մարզվում է եւ հանգստանում է, դա է կարծում եմ ամենակարևոր բանը։ Դրա համար իմ մոտ կարծում եմ ստացվում է դա իմ գիտակցված սպորտաձևերի ընտրությունը գիտակցված է փաստորեն։ Ճիշտն ասած, չեմ ասի, որ շատ գիտակցված, բայց իմ ելնելով իմ առանձնահատկություններից, ինձ համար դրանք լավագույնն են, որ ես ձմեռը չսիրելով անհամբեր սպասում եմ ձմեռվա։ Ծաղկաձոր անհամբեր։ Միայն ծաղկաձոր չէ, ուրիշ առիթներ ենք օգտագործում դա ուքշելու, բայց ծաղկաձորը եղել է մեր առաջին քայլերն անելու այո, որտեղ առաջին եւ երկրորդ, երրորդ քայլերն են գալիս։ Սպորտը անշուշտ կարևոր է, կախված մարդու տիպից։ Օրինակ, ես որ ավելի ակտիվ կյանքով եմ, սպորտը, լողավազանը, յոգան, այս տարբերակը ինձ օրինակ ավելի հարազատ կներ, քան ակտիվ սպորտը։ Այս կախված թե ուղեղդ որտեղ հանգստացնես, ինչպես կախված թե ուզում եմ բարձունքներ հաղթահարելու մասին խոսենք։ Ես գիտեմ, որ Արարատը արդեն հաղթահարած բարձունք է, մեր բիբլիական լեռը ասացիք, որ Կիլիմանջարո եք բարձրացել։ Այո։ Եվ Պերուում եք եղել, պատմեք այդ փորձառության մասին, երբ սկսեցիք եւ ինչ զգացողություններ եք ունենում, որովհետեւ շատ դժվար է շնչառությունը կարգավորել այդ հարաբերական բարձրության վրա, դժվարությունների մասին ասեք եւ ինչու որոշեցիք նաեւ գալ լեռնագնացությունը որպես հոբի։ Այո, ես չեմ ասի, որ ես պրոֆեսիոնալ լեռնագնաց եմ։ Ես ուղղակի իմ մտքերն եմ ուզեցել իրականացնեմ։ Արարատը դա ամեն հայ մարդու համար մի լեռ է, որը որ ամեն օր նայում ես եւ հետո ուզում ես քեզ պատկերացնես գագաթի վրա։ Այդ մղումն է եղել, որ ես 2010 թվականին մի քանի ընկերների հետ որոշեցինք, որ անպայման պետք է մենք բարձրանանք Մասիս։